Պատերազմի 12-րդ օրը ԱՄՆ զինված ուժերը հայտարարել է, որ ականներ տեղադրող իրանական 16 նավ է ոչնչացրել Հորմուզի նեղուցի մոտ։ Այն նավթի մատակարարման աշխարհի կարևորագույն ուղիներից մեկն է, որն Իրանը փակ է պահում արդեն 9 օր։ Իսրայելն ու ԱՄՆ-ն նաև հարվածել են Իրանի զինված ուժերի հրամանատարական կենտրոնների, այդ թվում Թեհրանում։ Իրանական Թասնիմ գործակալության փոխանցմամբ Ալի Գուդարս քաղաքում զոհվել է առնվազն 9 մարդ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի գնդապետ։ Սպահանի նահանգապետը պատմել է, որ ռմբակոծությունների արյունալի գիշեր է եղել։ Հարձակման են ենթարկվել նաև նահանգի հնագիտական եւ պատմական վայրերը։ Իսրայելը նաև հարվածել է Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի օբյեկտներին Լիբանանում, այդ թվում Բեյրութում, որտեղ թիրախավորել են նաև բազմաբնակարան շենք։ Մոտ 2 տասնյակ մարդ է սպանվել Լիբանանում վերջին 1 օրում։ Կան նաև վիրավորներ, բնակիչներն ահաբեկված են։ Մենք քնած էինք, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում էր, աննկարագրելի ձայն էր, չեմ կարող նկարագրել, թե որքան վախենալու է, բավական է, սա մղձավանջ է, երբ է սա ավարտվելու, մենք իսկապես այլևս չենք կարող դիմանալ։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլան իր հերթին հայտարարել է, որ հարավում հարվածել է իսրայելական զորքին։ Պատերազմի հետևանքով առ այսօր Լիբանանում գրեթե 780,000 մարդ է տեղահանվել։ Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին նաև ամերիկյան թիրախների ծոցի երկրներում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ առնվազն 2 հրթիռ է արձակել Քուվեյթի Քեմփ Արիֆջան ամերիկյան բազայի ուղղությամբ։ Հարվածել են նաև Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան բազային, Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի շտաբ բնակարանին։ Ըստ իրանական Իսնայի, սա պատերազմի սկզբից ի վեր, մեջբերում եմ, ամենաավերիչ եւ ծանրագույն գործողությունն է եղել։ ԱՄՆ-ն դեռ չի մեկնաբանել սա։ Իրանը հարվածել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախների։ Դուբայի օդանավակայանի մերձակայքում հակաօդային պաշտպանությունը 2 անօդաչու է խոցել, որոնց բեկորների ընկնելու հետևանքով 4 մարդ է վիրավորվել։ Հորմուզի նեղուցում 2 առևտրային նավ է վնասվել, ենթադրաբար իրանական հարվածներից։ Իրանն իր բանկերից մեկի վրա հարձակումից հետո հայտարարել է, որ կարող է թիրախավորել տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ կապված տնտեսական կենտրոններն ու բանկերը։ Պահապանների կորպուսի հետ սերտ կապեր ունեցող Թասնիմ գործակալությունը հրապարակել է ամերիկյան առաջատար ընկերությունների գրասենյակների եւ ենթակառուցվածքների ցանկը, որոնց տեխնոլոգիաները ըստ Իրանի օգտագործվել են ռազմական նպատակներով։ Դրանք ներկայացվել են որպես նոր թիրախներ։ Այդ ընկերությունների թվում են Google-ը, Microsoft-ը, IBM-ը, Nvidia-ն եւ Oracle-ը, որոնց գրասենյակներն ու ենթակառուցվածքները գտնվում են Իսրայելի մի քանի քաղաքներում, նաև Պարսից ծոցի երկրներում։ Իրանը շաբաթավերջից ղեկավարում է սպանված գերագույն հոգևոր առաջնորդի որդին Մոջթաբա Խամենեին, նա սակայն այս օրերի ընթացքում որևէ հանրային ելույթ չի ունեցել, ուղերձներ չի եղել։ Նա պատերազմի առաջին օրերին վնասվածքներ էր ստացել։ Այսօր Իրանի կառավարության խորհրդական նախագահ Փեզեշքյանի որդի Յուսեֆ Փեզեշքյանը պնդել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը ողջ եւ առողջ է։ Իսկ իրանցիներին 3 դարձյալ փողոց դուրս գալու եւ իշխանությունը տապալելու կոչ արած Իսրայելի վարչապետին արձագանքել է Իրանի ոստիկանապետ Ահմադ Ռեզա Ռադանը։ Պաշտոնյան մահով է սպառնացել ցուցարարներին։ Այսուհետ, եթե որևէ մեկը գործի թշնամու հրամանով, մենք այլևս նրանց չենք համարի ցուցարարներ։ Մենք նրանց կհամարենք թշնամի եւ կվերաբերվենք այնպես, ինչպես վերաբերվում են թշնամուն։ Մեր ողջ թիմը մատը ձգանին պահած պատրաստ է պաշտպանելու հեղափոխությունը եւ աջակցելու մեր ժողովրդին ու մեր հայրենիքին։ Տարածաշրջանային կոնֆլիկտը շարունակում է խաթարել համաշխարհային տնտեսությունը։ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարման դադարեցման պատճառով նավթի գինը շարունակում է բարձր մնալ։ 1 բարելը 83-ից 87 դոլարի սահմաններում։ Միջազգային էներգետիկ գործակալության անդամ երկրները երեկվա առցանց հանդիպումից հետո այսօր հայտարարել են, որ սկզբունքորեն պատրաստ են նավթի գինն իջեցնելու նպատակով օգտագործել նավթի ռազմավարական պաշարները։ Գործակալության անդամ երկրներում այժմ պահվում է ավելի քան 1.2 միլիարդ բարել նավթ նախատեսված արտակարգ իրավիճակներում այդ պետությունների կարիքների համար։ Նաև 600 միլիոն բարել արդյունաբերական պաշարներ։ Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն էլ այսօր ավելի ուշ կքվեարկի Բահրեյնի ներկայացրած բանաձևի շուրջ, որը դատապարտում է Իրանին տարածաշրջանի երկրների վրա հարձակումների համար եւ պահանջում դադարեցնել դրանք։